Պարոն Ղուկասյանի զրահապատ մեքենան տանել բաժին, նա ասաց, որ նախապես նկատել էր եւ գիտեր, որ այդ օրը գործողություն է կատարվելու։ Այսօր առավոտյան ինչ տրամադրություն էր, նա տեղյակ էր կամ նախապես գիտեր, որ կատարվելու է այս քննչական հատուցումը։ Ես անկեղծ ասած չգիտեմ նախապես տեղյակ էր թե չէ, բայց տևական ժամանակ անձամբ ես էլ եմ նկատել քաղաքապետի տան մոտ դրոններ էին պտտվում երեկոյան, մասնավորապես քաղաքի տոնից հետո։ Ես դա ուրեմն տեսել եմ, պատահական զբոսնում էի եւ ցույց եմ տվել քաղաքապետին եւ այս գործողություններն որ փնտրեմ պիտի գտնեմ, էլի, այսինքն էլ ինչ է պետք, որ հրահանգը իջեցված է ամբիոնից, ինչ է պետք, ասում է, был бы человек, статья найдется։ Սարիկ Մինասյանն ասում է, փորձված աղվեսը երկու ոտով է թակարդ նկնում։ Ինչ ասեմ, իսկ ինքը ինչ է։ Հենց նոր հրապարակում նայում էի, իր պատկից հարևանը բողոքում էր, որ ինքը ապօրինություն է արել, բերել է խանութի փոխարեն ինչ-որ ավտո լվացման կետ է տրել, այդ մարդու վրա որ բողոքել է, գործ են հարուցել, ինքը ինչ է։ Դուք Վարդան Ղուկասյանին, Լիլի ջան, միջև ձերբակալելը տեսաք։ Ես անկեղծ ասած մինչև ձերբակալելը չեմ հասցրել, բայց երբ որ դուրս եկավ ինքը ժողովրդի մոտ, այդ ժամանակ եմ հասցրել տեսեմ։ Հասցրել եք հարց տալ, դա իր ձայնն է, ինքը կաշառքվեցրել է թե ոչ։ Երեք կարտոն ԱԱՑ-ական եւ ոստիկանական բան կար, մարդիկ էին կանգնած, մոդենալ իրեն ինչ-որ բան ասել, մեզ էլ հետ էին շպրտում։ Իսկ մի տեղեկության մասով բացի Գյումրու քաղաքապետանից խուզարկությունից ասում են նաև խուզարկել են իր օֆիսը, գրասենյակը, կա նման բան թե ոչ։ Այդ ինֆորմացիան չունեմ, ճանապարհին ենք եղել, կարող է ամեն ինչ էլ լինի։ Չեք բացառում, որ կկալանավորեն։ Չեմ ուզում ենթադրություններ անեմ, հավատում եմ, որ պիտի որ Եվրոպան եւ մնացած միջազգային կառույցները տեսնեն այս անիրավությունը, վերջը ինչքան կարելի է, ինձ էլ տարան մի ամսով փակեցին։ Մի ամսով Աբովյան քրեակատարողական հիմնարկում ի վրա խուլիգանություն են նկարել։ Ինչ եմ արել, ընդհանրապես ասել եմ, որ դատավորը կոռումպացված է։ Այդ ո՞նց է այդ կոռումպացված դատավորի հետևից չեն գնում։ Լրագրող եմ, հայտարարություն եմ արել, հետաքննական բան եմ արել, նյութեր ունեմ։ Բայց տեղ եկել եք անմիջապես ինչ-որ մի ցայնագրության հիման վրա տանում եք մարդուն ընդրված օպոզիցիոն քաղաքապետին, որը գտնվել է աշխատավայրում։ Սա ինչ է։ Մյուս ձերբակալվածների մասին որևէ ինֆորմացիա չունեմ, 8 հոգու մասին է խոսվում, ինչ որ մեկը մեր գլխավոր ճարտարապետ Հենրիկ Կասպարյանն է, մնացածներից ինֆորմացիա չունեմ։ Քաղաքապետարանի աշխատակիցները։ Իմ ունեցած տվյալով այո։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեի հիշատակած հասցեով ինչ որ մեկը գնացել է, կա այնտեղ ինքնակամ կառուցված շինություն, ով է դրա տերը։ Ես բացարձակ հարգելի փայլակ տեղեկություն չունեմ, բացարձակ թե ինչ է տեղի ունեցել, կներեք ինֆորմացված չեմ։